Սիրում եմ սենց առավոտները, տները մաքրել եմ, բոլորին կերակրել եմ, աղբը թափել եմ, հարևանի աղբը թափել եմ, հեսա կնստեմ ու սուրճս կվայելեմ, մենակ վատեինը, որ սկսել եմ ինքս ինձ խոսել։ Ալլա, պատրաստ իր բանկաները։ Քեզ էլ բարև, մամա ջան։ Բարևելու ժամանակ չկա, Ալլա։ Ես բերել եմ լոլիկ, վարունգ, պղպեղներ և էլի ուրիշ բաներ։ Եվ այս ամբողջը մենք այսօր պետք է պահածոյացնենք։ Ինչ? Այո, Ալլա, ձմեռ մոտ է։ Այնքան մոտ է, որ չեմ հասցնի մի հատ սուրճ խմեմ։ Լավ, վարագացրու, խմիր, որ սկսենք։ Բամ, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ ա եղել, Արփի։ Ես որոշել եմ, որ պետքա մենակ ապրեմ։ Վայ, վախացրիր, Արփի, ինձ էլ թվաց անկողինը չես հավաքել։ Մամ, ես լուրջ եմ ասում, ես արդեն մեծ եմ ու բավարար գումար եմ աշխատում, որ մենակ ապրեմ, հետևաբար ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այսօր նոր բնակարան եմ գտնելու ու տեղափոխվեմ։ Շոկի մեջ եմ։ Ես էլ, Ալլա, այսքան երկար նախադասություններ ասեց և ոչ մի սխալ բառ։ Այսօր Արամին էլի ինֆարկտը խփելու է։ Ալլան, Մամա, սուրճս։ բեր բանկաները։ Շտին այմ։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն ա քո աղջիկ, հաստատ կլինի բոլոլա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, Արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, Արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա։ Բոլոլա, լինելու ահավոր կինո։ Արամ, ես երեխու համար պաղպաղակ ես արել, բայց դու ես ուտու։ Մայիս, երեխեն հլը շատ փոքր է, բայց ինքը հասկանում ամեն ինչ։ Դրա համար ես պաղպաղակը ուտում եմ, որ ինքը մեծանա, սովորի ու ինքնուրույն ուտի։ Պաղպաղակ ասեցիք մի հատ անեկդոտ հիշեցի։ Ուրեմն ես հերու տղա փողոցով քայլում են, մեկ էլ երեխեն ասում է՝ «Պապ, պաղպաղակ եմ ուզում», հերին ասում է՝ «Տղա ջան, ես էլ եմ ուզում, բայց մոտս մենակ պիվի փող է»։ Մայիս, դու տենց էլ անեկդոտ պատմել չսովորեցիր։ Լսի, մի հատ աղջիկ փողոցով քայլում է, մի հատ տղա մոտենում ասում է՝ «Քույրիկ ջան, ժամը կանից տա»։ Ասում է՝ 9:30։ Այս տղեն ասում է՝ «Շնորհակալություն» ու գնում է։ Այս աղջիկը հետևից նայում, ասում է՝ «Էս ինչ սերունդ է մեծանում, մենակ ժամ են հարցնում»։ Հա ինչ։ Մայիս, դու հումորից այնքան հեռու ես, ինչքան Սիգո օվկիանոսից։ Արամ, ես օրվա ընթացքում այնքան հումոր եմ անում, որ կարամ ամեն օր համալիրում 2 հատ ստենդափ շոու դնեմ։ Ոգի քո պատմած անեկդոտը ծիծաղալու չէ, դրա համար չծիծաղեցի։ Իմ անեկդոտների վրա ծիծաղալու համար ինտելեկտ է պետք ունենալ, ինչը դու չունես։ Դրա համար քեզանից չեմ նեղանում։ Զգացիր ոնց սիրուն քեզ վիրավորեցի։ Ես հարցը փակված չի, Արամ։ Մայիս, քո գործի տեղը այն կողմն է։ Արամ, ես արդեն պրինցիպի հարց է։ Հիմա իմ համար ավելի կարևոր է քեզ ծիծաղացնելը, քան հանցագործ բռնելը։ Գնա պարապի։ Ալլա, լոլիկները բավարարում են մեր բանկաներին։ Վայ, մամա, հանգիստ տեղի, հա։ Մենք այնքան լոլիկ ունենք, որ հանգիստ կարող ենք Ռուսաստան արտահանել։ Ման, բարի լույս։ Էս ինչ հոտեր եք գցել ամբողջ բակով մեկ։ Տատիկ։ Արդեն պարզ է ինչ հոտեր եք գցել ամբողջ բակով մեկ։
Բարև Լիլիթ։ Իդեպ լավ կլիներ, որ գայիր մորդ օգնեիր, համ էլ կսովորեիր պահածոներ պատրաստել։ Բայց դա ինձ պետք չի գալու։ Հավատա Լիլիթ, մայրդ որ մեծանա չիմանա ինչով զբաղվել, սա քեզ հաստատ կօգնի։ Մամ, իսկ պապայից նորություն ունես, առավոտ 6:30 երեխուն վերցրել եմ անգալու նպատակով մինչև հիմա նորություն չունեմ։ Չէ, բալես, բայց մենա պահածոները կփակենք, մինչև կգա։ Իդեպ լոլիկն ու վարունգը որ վերջացնենք, հետո անպայման սմբուկով խավիար պիտի անենք, որից հետո ազնվամորու եւ մուսի մուրաբաներ, իսկ վերջում պարտադիր շոքեխասած միս։ Մամա, մենք ինչ ենք այսքան բան փակում, չեմ հասկանում։ Կարող է ինչ-որ բան գիտես, որ մենք չգիտենք։ Ալայ ձմռանը որ գաս ինձանից ձիթապտրի պահածո ուզես, նոր շնորհակալություն կասես։ Այսինքն զեյթուն էլ եք փակելու, մամա։ Ալա, մենք պետք է անեկդոտների հանրագիտարան ունենայինք, կարող է իմանաս որտեղ է։ Լավ հեսա, գնամ պարապեմ։ Արամ ջան, քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Արփին որոշել է տնից գնա։ Ալա, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես այսօր են մայիսին նենց պետք է ծիծաղացնեմ, որ մեջտեղից ճղվի։ Գնացի պարապելու։ Արամ։ Ինչ։ Յա, հասպեք մեր խակամնա։ Այն անեկդոտը լսել եք, որ մարդուկին իրար հետ հեռուստացույց է նայում, ուժս կինո։ Կինը զոմբի ատենում, ասում է, վայ մամա ջան։ Մարդել ասում է, ճիշտ ես, նմանա։ Արամ իսկ կասես, որտեղ պիտի ծիծաղեմ։ Ձեր տանը հասպեք մեր խակամնա։ Չէ դու տեսար, աղջիկը որոշել է տնից գնա, ինքը անեկդոտներով է զբաղվում։ Լավ, մամ, Արփին մեծ աղջիկ է, թողեք թող իր կյանքով ապրի։ Ալա մի սերվիր, հա։ Մենք դեռ շատ կարևոր գործ ունենք անելու։ Խինկալիներ պիտի պահածոյացնենք։ Մամա, չէ դու մի բան գիտես հաստատ։ Սիմփսոններ ես նայել։ Եղջ Ալեքս, եկել ընկել իմ ճանկերը։ Մինչև ես այդ տարածքում իմ ուզած սալոնը չբացեմ, դու իմ ձեռքից չես պրծնելու։ Մայիս? Ինչի գործի չես։ Ուզում եմ ասեմ, բան չես լսել, չէ՞, նոր ես ինքս իմ հետ բան չէի խոսում։ Ինչ գործ, Սիրի։ Դրսում գնդապետամարտա գնում, դու ասում ես գործ։ Ինչ։ Չհասկացար, հա, հումորս։ Ոչինչ, ես կպարապեմ ու դու կհասկանաս։ Հա դու ինչի գործի չես։ Դե ես հասկացա, որ մատուցող լինելը իմը չի։ Ես ավելի շատ կարողանում եմ պատվեր անեմ, քան պատվեր բերեմ։ Ես այդպես էլ գիտեի, որ քո աշխատելու ցանկությունը մի օրից ավել չի տևելու, սթորի պես ջնջվելու է։ Բայց չա։ Ես հայկական հումորի հիմքն է։ Աշոտ Ղազարյան, Գևո, Տանձը ցեցը, թույն կասետ։ Ես ես լրիվ նայում եմ, պարապեմ ու գնամ Արամին ծիծաղացնեմ։ Ապրես ծուկիկս, ուղղակի ստեղ մի հատ խնդիր կա։ Չես կարող այդ կասետները նայես։ Ով ասես չեմ կարա։ Սարքը չկա։ Ճիշտ է։ Լավ, արի ես դեպքում քեզ անեկդոտներ պատմեմ, հա։ Մեծ հաճույքով, բայց ես պետք է իջնեմ սրճարան։ Բա ասեցի դուրս ես եկել գործից։ Հա, դուրս եմ եկել, ուղղակի սուրճ էի պատվիրել, պաղ-պաղը կսացի ուտեմ վերջացա, գնամ հետևից։ Լավ։ Սենց կանենք։ Ալո, Կարեն, ուրեմն ինչ ես անում։ Մի հատ ռուս, վրացի ու հայ ես բռնում, գցում ես մի հատ սենյակ, տեսնում ես ինչ անեկդոտ ստացվում, գալիս ինձ պատմում ես։ Լավ։ Կատարել։ Հարատի, սիշ դաժան այս կյանքը լիքը փող ձեռի տակ, բայց մի կոպեկ չես կարող վերցնել։ Ես զարմանում եմ այդ բանկի կառավարիչները ոնց են դիմանում։ Տանջվում ես սա։ Դու ինչ եմ անում։ Էլ չգիտեմ ինչ մտածել, որ Ալեքսիս փողքերը չի հավատում։ Սա հո էլ Ալեքսից փող քերելու կարիք չկա։ Ես մի հատ ընտիր պլան ունեմ։ Հայտարարություն եմ տվել, մեր տունը վարձով եմ տալիս։ Այն տունը, որտեղ որ մենք վարձով մնում ենք, Ռոզ։ Բա մենք որտեղ ենք ապրելու։ Դե ես քո փոխարեն տենց անպա գորգոր չէի արտահայտվի, ապրելը որ նա գոյատևում ենք էլի։ Հետո ամբողջ օրը կամ սրճարանում ենք, կամ խանութում են, այստեղ էլ կքնենք։ Լավ բան ես ասում, Ռոզ ջան։ Գոնե փող կունենանք։ Գիտես չէ, որ ամբողջ օրը բան չեմ կերել։ Ալեքսն ամբողջ ապրանքը հաշվել է, ոչ մի բան չեմ կարող վերցնեմ։ Սա քո Ալեքսը շատ է չարացել։ Աչքիս այդ սիրին դրան ջղայնացրել է, ինքն էլ ընկել է մեր ջանին։ Սակոջա, Ռոզատյա, ոնց եք։ Լավ ենք Արտի ջան, դու ոնց ես։ Լայքերդ ոնց են, փոստերդ, ռիփոստերդ ոնց են։ Ամեն ինչ լավ է։ Նոր հայտարարություն տեսա տան վարձակալության։ Գրած էր բոլոր հարցերով դիմել ես խանութ։ Հա, ճիշտ է գրած։ Այդ հայտարարությունը ես եմ տվել։ Ոնց ես էլ տուն էի ման գալիս։
Արփիջան իսկ պապատ գիտի։ Սաքոջա, ես արդեն վաղուց անկախ ու ինքնուրույն մարդ եմ, կարամ ինքս որոշում ներկայացնեմ։ Փաստորեն չգիտի։ Ռոզես լավ միտք չի։ Արամը, որ իմացա մենք Արփին տուն ենք տալիս, կգա կատաստերով գլուխներս կջարդի։ Արփի ջան, դու սրան ուշադրություն մի դարձրու, հա։ Ամբողջ կյանքը ճնշման տակ ապրել, սկզբից մոր, հիմա էլ իմ։ Եթե դու այսօր գումարը տաս, հենց այսօր էլ կարող ես տեղափոխվել քո շքեղ բնակարանը։ Իսկ վարձը ինչքան է։ 300,000։ Ամիսը։ Գժվել ես Արփի։ Շաբաթը։ Ես ինչ է Ժանա, վերցնում եմ։ Բարով ապրես Արփի ջան։ Մերսի շատ։ Ռոզ, մի հատ բան խնդրեմ էլի։ Կարաս ինձ ուտելու բան առնես։ Ինչ ուզում ես վերցրու, սակո այսօր հյուրասիրում եմ, արի եմ։ Շատ սպասի։ Ոյ, ինչ լավ է։ Այ տղա հերիքա հու աշխարի վերջը չի։ Ռոզ, ես գիտեմ դու այսօր բարի ես, բա վաղ ես սոված եմ մնալու, բա վաղը։ Olala, լինելու ավա volcano։ Նարեկ, ինչ ասես տնօրենը։ Ծնող կանչեցին դասը խանգարելու ու դասուտուին վախացնելու համար։ Նարեկ, ես զարմանում եմ քո վրա, ոնց որ ուրիշ մոլորակից լինես։ Դու չգիտես, որ երբ տնօրենը բոլորին շարում ու հարցում ով է տարականը բերել դպրոց, պետք է ուղղակի լուր կանգնել։ Հա, բայց ամբողջ դասարանին կպատժի էին։ Հենց դրանում է կայանում ընկերասիրությունը ու իրար օգնելու պատրաստակամությունը։ Նարը դու իր տարականին բերել դպրոց, դասարանն էլ ուղղակի քեզնից վախենում է։ Ոչ մեկ քեզ չէր խնդրել մեղքը քո վրա վերցնես։ Խնդրեմ Նարե ջան, շնորհակալության կարիք չկա։ Լավ, կներես։ Ես ուղղակի ուզում եմ ստուգի կենսաբանության դասատուն վախենումը տարականներից թե չէ։ Հիմա ինչ ես անելու, ասելու ես պապայիդ։ Չէ, պապան ինձ չի հասկանում։ Սիրին։ Սիրին ուղղակի չի հասկանում։ Լավ, ես գիտեմ ինչ պետք է անենք։ Ոնց հասկանում ես, իմ մոտ առաջին անգամ չի։ Արի։ Մատուցող, ինձ մի հատ սուրճ։ Սիրի, ես չեմ հասկանում դու ինչ խաղեր ես խաղում։ Ինչ ես ուզում ինձ ու Լիլիթին բաժանես։ Ով ես։ Չկա տենց բան։ Ես հո ԶԱԳՍ-ի աշխատող չեմ, Ալեքս ջան, որ ձեզ ուզենամ բաժանեմ։ Սիրի, դու ինձանից լավ գիտես, որ մեր մեջ ոչ մի բան չի եղել։ Դու ինձ դեղ ես տվել ու քնացրել ես։ Ջնջի այդ ֆոտոներն ու վիդեոները։ Ալեքս, դա միայն քեզանից է կախված։ Համոզի Արամին, որ տարածքը վաճառի ու հեռախոսս կտամ, քո ձեռքով կջնջես բոլոր ֆոտոներն ու վիդեոները։ Ստոր, նենք, օպիկար։ Բրծար հոմանիշներդ։ Հա։ Դե ուրեմն ժամանակ մի կորցրու, ես չեմ սիրում սպասել։ Ու սուրճը չմոռանաս։ Ես չեմ հասկանում, տատի, ոնց կարելի է խաղողը պահածոյացնել։ Այդ խաղողը մինչև ձմեռ գինի է դառնալու։ Ավելի լավ Լիլիթ։ Արամ ջան, քո հետ կարևոր բան ունեմ խոսելու։ Հասմիկ մեխակմնա։ Ես զակատ եք անում։ Ոչ Արամ, պահածո ենք պատրաստում։ Առաջարկում խոզի բուդը դնեք վառարան, հանեք պահածոյացնեք։ Նոր տարվա բոլոր հոգսերից կազատվեք։ Չի Արամ, դու հումորիդ վրա շատ պիտի աշխատես։ Արամ ջան։ Հետո ալու, հետո։ Ալամ, գնա խոզի բուդար։ Մամա, ինչ ես խոսում։ Ես գնում եմ իմ սենյակ։ Արփի ջան, բալես ես ինչ ես անում։ Գնում եմ դեպի ինքնուրույն կյանք։ Արփի ախր ինչ ես խոսում, դուսկի շորերը չես կարող լվանալ։ Դուսկի լվացքի մեքենա չես կարող միացնես։ Ոչինչ, մամ, շորերս կթափեմ։ Դու սարդից ես վախենում, բա որ տան մեջ հանկարծ սարդ տեսնես, ինչ կանես։ Տունս կփոխեմ։ Արփի դու կարող ես տեղափոխվել եւ ապրել ինձ հետ։ Տատի իհարկե առաջարկը շատ գրավիչ է, բայց ես չեմ ուզում գնամ ֆան հանդիպման ու վրայցս Վալերիանկայի հոտ կա։ Լավ մնացեք, շուշոտ հյուր կգամ։ Արփի Վալերիանկա չի, կատվախոտ եմ։
Մամա, քեզ այս պատմության մեջ մենակ կատվախոթան անգստացնում։ Յա, Արփի ջան։ Էս արդեն տեղափոխվում ես։ Ահա։ Արփի ջան, այն խոհանոցի պատուհանը հանկարծ չբացես, ռուշկեն ջարդված։ Կրավատին էլ չպարկես, մատրասը հանածա։ Այն տակի հարևանը, որ գա դուրը ծեցի, հանկարծ չբացես, մենք դրան լիքը փող ենք պահ։ Մի խոսքով բարով վայել ես։ Շատ շնորհակալություն ստեսում։ Ասի մոռացանք, ասենք, որ կոմունալներ չենք ուծել, երեխեն գազ լույս չունի։ Ոյ թող այդ մի բաններ ինքը ճշտի։ Պարոն գնդապետեր, ասում պետք է որ, ինձնից ինչ ժուրի, ես հումորից բան չեմ հասկանում, TikTok-ի ամեն վիդեոյի վրա ինձ ծաղում եմ։ Կարեն դու մենակ չես ելնելու։ Սակո Ռոզա եկեք ստեղ հլը։ Ուրեմն դուք այսօր ժուրի եք ելնելու Կարենի հետ ու որոշելու եք իմ ասածն ավելի ծիծաղալու թե մայիսինը։ Արամ ջան, կլինի ես եմ աստանքցեմ։ Սակո, մեջը փող չկա։ Հա, լավ, որ տենցա ժուրի կլինի։ Իդեպ ժյուրիին կարող եք գաշարել։ Կատակ եմ անում հումորի մրցույթ հա, չէ։ Լավ, Արամ, դու սկսի, թե չէ ես որ կսեմ մի անգամից վերջանալու է։ Եթե սենց հումորներ ես պատրաստել, դու ոչ մի շանս չունես։ Լավ, ո՞նց է կոչվում հեռախոսը, որը օգտագործելուց հաճույք է ստանում։ Կայֆոն։ Հիմա իմ հերթն է։ Ոնց է կոչվում կինը, ումից բաժանվել ես, հետո նորից ամուսնացել ես։ Կրկին։ Ոնց է կոչվում թռչունը, որը նստած է ցանկապատին։ Ցանկապատ։ Հիմա ես եմ։ Ոնց է կոչվում մրսած օձը։ Թռշտոց։ Մի րոպե մայիս։ Բնից։ Չայնի։ Լսես շինի, ամեն ինչի վրա ծիծաղում են։ Հանգստացեք։ Ես արդեն հումոր չի։ Քոն է։ Չէ, Արամ, ես լավ ժուրի չի, պետք է փոխել։ Կարեն, հենց հիմա գնում ես, մի հատ հումորից հասկացող մարդ ես գտում ու բերում ես։ Կատարել։ Բրիս։ Գալիս եմ։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Մոբայլ սենտրից առաքում եմ բերել։ Բայց ես հեռախոս չեմ պատվիրել այսօր։ Ձեր ամուսինը ձեզ համար նվեր է գնել։ Նորագույն Samsung Galaxy Z Flip 6 հեռախոսը։ Լուրջ։ Մայիսից չի։ Բայց այսօր ինչ օր է։ Մի րոպե, ծնունդս չի։ Նոր տարի չի։ Մարտի 8 չի, մեր ամուսնության օրը չի։ Բա ինչ օր է։ Հիշեցի, այսօր իր առաջին կնոջից բաժանվելու օրն է։ Մերսի։ Բայց շատ կարևոր նախապայման կա։ Մենք պետք է վերացնենք ձեր հին հեռախոսը։ Ինչի։ Որովհետև Samsung Galaxy Z Flip 6-ը չի սիրում, երբ իր շուրջը հին հեռախոսներ են լինում։ Համարյա հավատացել է, գիտես Ալեքս։ Ուղղակի ստեղ մի բան հաշվի չես առել։ Մայիսին պետքա մի կես ժամ բան համոզեմ, նոր ինձ նվեր առնի։ Նենց որ ցտեսություն։ Կանգնի։ Այ հիմա ցտեսություն։ Օլալա, լինելու ավավոլ կինո։ Ոնց է նորմալ, որ առավոտից տարօրինակ ես, ինչի իմ համար նախաճաշ չես պատրաստել։ Կամ ինչի բալկոնի ծիտիկներին չես կերակրել։ Երեխու համար էլ առավոտ շուտ ներկայացում չես խաղացել։ Ալեքս հաստատ նորմալ է։ Լավ։ Լիլիթ հետդ գործ կա։ Նարե, մի անգամից չէ։ Հա, բայց նույնիսկ չես լսել։ Նարե, որովհետև անցած անգամ էլ ասացիր Լիլիթ հետդ բան կա խոսալու, պարզվեց, որ բակի բոլոր շներին ուզում ես իմ ու Ալեքսի տանը պահես։ Այս անգամ շունչի տառականա ու տուն չի դպրոցը։ Նարե, ինչ ես տարականին դպրոց տարել։ Ես չեմ, Նարեկն է։ Ավելի ճիշտ ես եմ, բայց Նարեկ ասեց, որ ինքն է։ Մի խոսքով հիմա դպրոց ծնող են կանչում, բայց Նարեկի տնեցիք ինչ չեն կարա ասենք։ Դրա համար ուզում ենք քեզ խնդրենք, որ դու գնաս դպրոց ու ներկանաս որպես Նարեկի մեծ քույր։ Բացառված է։ Չեմ գա ես։ Լավ, Նարե, անիմաստ մի տանջվի։ Ես պապային ամեն ինչ կասեմ։ Ճիշտ է, մի երկու ամսով PlayStation-ից կզրկի, կստիպի, որ Siri հետ դաս անեմ, կարգելի քո հետ շփվեմ,
Բայց դե հիմա է դա, ապրես որ փորձեցիր։ Կգամ ձեր հետ, լավ։ Խղճահարությունը աշխատեց։ Վերջ, մամա ջան, բանանն էլ փակեցինք։ Հիմա ինչ ենք պահածոյացնում։ Ապրեսալամ, իսկ ամառային աղցան փակել ես։ Ես շատ եմ սիրում ձմռանը ամառային աղցան ուտել։ Մամա ջան, ամառային աղցանը փակել եմ, պամիդորով ձվածեղը փակել եմ, կտրտած հացը փակել եմ, կարտոշկի պյուրեն փակել եմ, էլ ինչ ես ուզում։ Ասարփի։ Մամ, ես արդեն կես ժամա մենակ եմ ապրում։ Նենց հավես է, մենակ մի բան հարցնեմ էլի։ Ձու ոնց է խաշում։ Բալես դնում ես ջրի մեջ երացնում ես։ Հա, ես էլ երացնում եմ չի ստացվում։ Հաստորեն ջրով պիտի երացնեի։ Մամ, մի բան էլ հարցնեմ էլի, ինչի՞ց է որ արդյոք եմ անում, բայց շորերից անընդհատ մեծ ծակեր են առաջանում։ Այ արփի շորերից կբերես ես կարթուկեմ։ Մի բան էլ հարցնեմ ու վերջ։ Հաստորեն papan կատակ չեր անում, որ ասում է լույսի ու ջրի համար փող է տալիս։ Չէ, արփի կատակ չեր անում։ Դե լավ, մամ, ես գնամ շամպունյա լցնեմ լվացքի մեքենայի մեջ ու միացնեմ։ Աննորմալ է երեխան։ Հե, մամա ջան, հիմա ինչ ենք պահածոյացնում, որ երկար ժամանակ անցկացնես մեր տանը։ Ոչ, երջիկը չեն պահածոյացնում, մամա։ Չարես ջան, շնորհակալություն որ եկար։ Խնդրեմ, մանավանդ որ առանձնապես ընտրություն չունեի, ձեր ընկերը կամ ստեղ էր բերում կամ բաժին։ Մի անհանգստացի Չարենց ջան, էս եմ երկու հատ հումոր կանենք ու բաց կթողենք։ Ազնագիրս էլ կտակ։ Հա, պարտադիր։ Ես սկսեմ։ Գիտես ինչքան են տալիս օրացույց գողացողին։ Ինչքան։ 12 ամիս։ Իսկ ժամ գողացողին 12 ժամ, բայց եթե էլեկտրականը 24 ժամ։ Հիմա իմ հերթն է։ Շաուրմա սարքողը գիտես երեխուն ոնց է բարորանում։ Լավաշով։ Բայց առանց սոխու կծու։ Մի հատ էլ անեկդոտ ես պատմեմ։ Երեխեն գալիս է հոր մոտ, հոր ասում է պապա, այս գարան աշկերը խիաս ես տխուր։ Հերն էլ ասում է։ Էդ գիտեմ, ասма որ իմանայր քո հերն էլ է ոչխար, քո աշկերն է տխուր կլնեին։ Մեկը մտնում է գրախանութ, գիրք առնում, ինչպես դառնալ միլիոնատեր, բացում տենում է էջերի կեսը չկա։ Ասма ադելավ 500,000-ն էլ վատ փող չի։ Արա պես դու բոց ես ախպերես։ Վեր կաց գնում ենք իրար հետ Women's Club-ի սցենար գրելու։ Լուրջ ես ասում։ Հա բա սենց թույն հումոր ունես, զարմանում եմ, ինչի մինչև մա ստենդափ ներկայացում չես դրել։ Ինչի։ Չարենց ջան, ճիշտ ասած միշտ մտքովս անցել է, մարդիկ ասենք բաղնիքում դուշի տակ երգում են, ես քրտիստակ հումորներ եմ անում։ Բա դա просто հանդիսատես չկա, էլի։ Ասա Չարենց նոր հումոր նոր։ Կարենն ու մասես կբռնի կբերի։ 100%։ Ես գնացի տուն։ Ես գնացի գործի։ Չէ, ես գնացի տուն։ Ես գնում եմ գործի կաբինետս բացեմ, նստեմ աթորիս աշխատեմ։ Ես էլ գնում եմ դուռը բացեմ, մտեմ տունը նստեմ։ Գնա նստի, սպասի թոշակիդ, հաջո։ Դու էլ գնա աշխատի։ Այ քեզ։ Լիլիթ, դու վերջն ես, ոնց մեզ փրկեցիր։ Մի մոռացի, որ դա իմ գործն է, Նարե ջան։ Ոնց համոզեցիր, որ այդ տարականը դպրոցի պատվարից իրա ոտքով բարձրացելա 4-րդ հարկ, մտելա լուցկու տուփի մեջ ու դրելա իրան սեղանի վրա։ Բայց մյուս անգամ էլ տենց բան չեմ անելու։ Կամ կվճարվեմ փաստաբանական ծառայության համար նոր կանեմ։ Լավ, ապրեսա, դու իսկական քույր ես։ Բա դու երբ էիր պատրաստվում ինձ ասեիր, որ Նարեկը քեզ դուր է գալիս։ Չկա տես, բարդ ինչ ապօրինի բաներ ես ասում։ Լավ, հանգստացի փոքրիկ արամ։ Ամեն դեպքում, որ խորթի կարիք լինի, միշտ պատրաստ եմ։ Ռոզ, բայց ասում եմ սխալ արեցինք, որ Արփին տունը վարձով տվեցինք։ Ինչի այդ տղա վատ է որ փող ենք աշխատում։ Չէ, շատ լավ է, ուղղակի կարելի էր օրա վարձով տալ, ավելի շատ փող կաշխատեինք։ Ճիշտ է, տես ոնց չվայմեցինք։ Հայ, Ալեքս ջան։ Սակորոզա։ Ալեքս ջան, մի անհանգստացի, մենք այս սուրճի փողը կտանք։ Էդ հեչ, ես դե շատ կարևոր բան ունեմ ասելու։ Էդ ինչ ա եղել, որ մենք տեղյակ չենք։ Ուրեմն է Սիրին որոշել է ձեզ դեմ տա Արամ ձյաձյային։ Դեմ տա։ Ինքը նկարել է, թե դուք ոնց եք կասայից փողերը վերցնում, ոնց եք 1 կիլո խնձորը կշռում դառնում է 3 կիլո, ոնց եք պարտքով ապրանք տալի, հետո տոկոսով այդ փողերը հետ վերցնում։ Բայց ախր մենք Սակո ջան, դու հանգիստ եղի։ Ես հասկանում եմ ձեզ, այդ ամեն ինչի վրա էլ աչք եմ փակում։ Ուղղակի եթե այդ ամեն ինչը հասնի Արամ ձյաձյային, ինքը ձեզ նստացնելու է բանտային ճաշի դիետայի վրա։ Ոայ չէ,
Բա ինչ կարանք անենք Ալեքս ջան։ Ռոզա ջան, մի անհանգստացի, ես գիտեմ ինչ ենք անելու։ Քանի մայիսը տանը չի, բարձրանում եք իրանց տուն, սիրին շեղում եք, հեռախոսը վերցնում եք, բերում եք տալիս եք ինձ։ Ես գիտեմ այդ հեռախոսի կոդը ոնց բացեմ ու սաղ չնջեմ։ Ռոզ, մենք ուրիշ տարբերակ չունենք, գնացինք։ Գնացինք, Սակո։ Սակո, սա մեզ լրիվ հարիֆի տեղ ա դրել։ Իբր չգիտենք էլի ինչի համար ուզում ջնջի։ Մալա, գիտես չէ, սորեն մայիսի բմբուլները նենց եմ կամուն տվել, որ էլ կյանքում մոտս հումոր չի անել։ Արա մի բան ասեմ չնեղանաս։ Դու մայիսը ոնց որ փոքր երեխալն եք, նենց տարօրինակ բաներ եք անում։ Հիմա տարօրինակը մեկ եք թե դուք։ Այսօր սաղուր մորդ է տոլմա ու խինկալի եք բացոյացնում։ Բարի գիշեր, հա։ Բարի գիշեր։ Ալա, մեր տունը միշտ է ժամերին երեխեքի սենյակից ձեն է գալիս։ Արփին TikTok-ով բաթլ անում, Նարեն էլ արփի հետ է բաթլ անում, որ սուս մնա։ Խիալուր։ Բա Արամ ջան, այսօր ամբողջ օրը էի փորձում քեզ ասեի։ Արփին տուն ավարձել ու առանձնացել եմ։ Ինչ։ Ուրա գնացել, ասա գնամ բերեմ։ Պետք չի Արամ ջան։ Այսօր Զանգեն նենց բաներ էր հարցնում, հես այն քիրա ոտքով հետա գալու։ Թող քիթը քսվի կենցաղային խնդիրներին։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Olala, limelo ababol kilo. Սակո Ռոզա, մի բան եղավ։ Հայրիկի Ալեքս ջան, մենք որ մի բան մտքներից դնում ենք կամ անում ենք կամ չէ։ Բա ուրա։ Ես Ալեքս, բայց հաստատ կարաս կոդը բացես, դու ծրագրավորումից բան հասկանում ես։ Ոայ, իհարկե Ռոզա ջան, նայ ոնց եմ բացում ու ոնց եմ ջնջում։ Այ հիմա հանգիստ կարամ քնեմ։ Դե ավելի ճիշտ ձեր համար եմ հանգիստ, որ Արամ Ձեզյան ձեզ գործից չի հանի։ ապրես Ալեքս ջան։ Բայց չէ։ Ստեղ եք քնելու։ Հա, որոշել ենք 24 ժամ սրճարանում լինենք, որ Արամը տեսնի, թե մենք ինչ լավ աշխատողներ ենք։ Հասկացա, դե ձեզ բարի գիշեր։ Քեզ էլ Ալեքս ջան, բարի գիշեր։ Ռոզ, այդ տպավորությունը ոնց որ ասֆալտի վրա պարտացել է։ Սակո, բայց դու ասֆալտի վրա էլ պարկած ես։ Աղջիկը մի պատ մատրաս բերեինք։ Այդ տղա մոռացել ես, որ արփից առանձին մատրասի համար փող ենք վերցրել, բարձի համար փող ենք վերցրել, մահճակալի համար փող ենք վերցրել։ Ոնե փողը դուր դնեմ գլխիս տակ։ Բարի գիշեր, հա, գնանք ում։ Ռոզ, բայց չենք տեղա։ Գնանք ում։ Ռոզ, բայց ես։ Ասում եմ գնանք։ Դու որ պարկես, ես ինչ չեմ անելուց, ես կարող չոքած կասնաս։ Ռոզ։ Զադո վար, յար, կոպիտակը զարթար է տացել։ Հարամ ուրեմն մի անգամ ես վրացի, մեքսիկացի մեկը ռուսանապատով գնում են, դեպը մեքսիկացուն բռնում ասում այ տղա դու ստեղ ինչ ես անում։ Ասում որ ծիծաղալու էր, չէ։ Արամ։ Արամ ջան, ինչ ա եղել։ Այ լավ որ դու ես։ Գիտես չէ։ Այդ մայիսը սկի երազումից չկարողացավ ծիծաղացնել։ Քնի ամերի շոպ։ Olala, limelo ababol kilo.